Եվ այսպես ուշադրություն թուրքական լրատվականները ցնծության մեջ են, քանի որ Թուրքիայում ստեղծվել է միած սարսափելի իրավիճակ Էրդողանի համար, Էրդողանը այս վայրկյաններին մտածում է իշխանությունը իր փեսային բայրակթարին փոխանցելու մասին, քանի որ կքանդվի էրդողանական կլանը Թուրքիայում, եթե իշխանության գան ընդդիմադիր ներկայացուցիչները, նա ասում է ինձ չեք ուզում, ուրեմն կլինի բայրակթարը, ով որ Թուրքիային տվել է անօդաչու թռչող սարք եւ որը որոշակի առումով ունի հեղինակություն, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ նա Էրդողանի փեսան է, այսինքն հարգանք է վայելում այն առումով միայն, որ ինքը Թուրքիային տվել է այդպիսի անօդաչու թռչող սարք, զենք, որը նաեւ թուրքական բանակում է օգտագործվում եւ որոշակի առումով նաեւ ունի ճանաչելիություն ամբողջ աշխարհով մեկ։ Ինչ է սա նշանակում, որ Էրդողանը ցնցումների մեջ է, ընդդիմության կողմից հնարավոր ավելի ուժեղ ճնշումների դեպքում նա արդեն հեռանալու է իր ծեր կյանքը գնա եւ վայելի, իշխանությունը փոխանցելով վստահելի ձեռքեր, որպիսի եթե գա իհարկե ընդդիմությունը, իր հետևից հաստատ գալու են մարդիկ, որպիսի իր հետևից ոչ մեկ չգա, իշխանությունը կփոխանցվի բայրակթարին եւ դրանով ըստ էության ինքը փորձելու է լռեցնել այդ ցույցերը, հանդարտեցնել իրավիճակը քաղաքական ասպարեզում եւ նաեւ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահը չի ցանկանում, որ Թուրքիայում Էրդողանը զիջի իր իշխանությունը, քանի որ Էրդողանի հետ ունեն կոնկրետ պայմանավորվածություններ, Թուրքիան համարվում է Սև ծովում խաղացող երկիր, տարածաշրջանում ուժեղ հզորություն ունեցող երկիր, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը ունեցող երկիրը, այսինքն հենց այնպես երկիր չի Թուրքիան եւ չի կարելի նման երկրի ղեկավար հենց այնպես մեկին դարձնել, դա թե ներսից թե դրսից կքանդի ներքին եւ արտաքին քաղաքականությունը Թուրքիայի, դրա համար հենց Թրամփի հետ պայմանավորվածությունը այդպիսին է որոշ աղբյուրների պնդմամբ, որ եթե հարցը դրվեց, որ Էրդողանը պետք է հեռանա, որ Թուրքիայում ընդդիմությունը իր ձայնը կտրի, Էրդողանի փոխարեն միակ մարդը, որը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, դա լինելու է Էրդողանի փեսա բայրակթարը, բայց միևնույնն է Թուրքիայի ժողովուրդը այս դեպքում էլ դժվար թե համաձայնության գա, որովհետև ինչ տարբերություն Էրդողանը թե նրա փեսան, միգուցե լինի տարբերություն, բայց դա նույն համակարգն է, նույն մարդիկ են, նույն մտածելակերպը, նույն աշխատելաոճը, բայց կամ Էրդողան կամ Էրդողանի փեսա, ուրիշ տարբերակ թուրքերը չունեն, որովհետև դա նաև թելադրում է Միացյալ Նահանգները։ Միգուցե Թուրքիան այսօր այն հզորությունը չունի, ինչ ունեցել է, բայց Ամերիկայի համար Թուրքիան շատ կարևոր երկիր է։ Ամերիկան Թուրքիայով զսպում է Ռուսաստանի Դաշնությանը այս տարածաշրջանում, Ամերիկայի եւ Թուրքիայի միակ խնդիրը դա Իսրայելն է, բայց այդ խնդրի առնչությամբ իրանք կարողանում են բանակցություններով լեզու գտնել եւ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում այդ խնդրին, այլ ավելի խորացած են այն հարցերի շուրջ, որտեղ որ նրանք երկուսով խաղում են մեկ դիրքում։ Իսկ Հայաստանի Հանրապետության համար ով կլինի Թուրքիայի ղեկավարը, դա շատ կարևոր է։ Այսօր Էրդողանի հետ բանակցել չի ստացվում, միևնույն ժամանակ նաև անհնարին է։ Այս մարդը չի ուզում Հայաստանի հետ սահմանների բացում, առևտուր եւ այլն։ Եվ եթե գա նոր ուժ, այդ նոր ուժը կամ կլինի ավելի վատը, կամ կլինի ավելի լավը։ Էրդողանը արդեն կանխատեսելի է, բայց այսպես էլ իհարկե չի կարելի շարունակել։ Մեզ պետք է հստակ պատասխան, ոչ թե ասեն եկեք սահմանները բացենք, Հայաստանի կառավարությունը միլիարդավոր դրամներ է ծախսում եւ կառուցում է մաքսային ծառայության ժամանակակից անցակետ եւ սահմանները Թուրքիան չի բացում։ Եվ այսպես ուշադրություն, կարևոր տեղեկատվություն միացեք մեր ալիքին, որպեսզի առաջին հերթին ամենագլխավոր իրադարձությունները դիտեք հենց դուք առաջինը։ Թուրքիայի նախագահին իր պաշտոնին թողեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքիայում երբ որ արդեն իսկ ժամանակն էր Էրդողանին հեռացնելու, Թուրքիայի ողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել եւ միլիոնավոր մարդիկ էին փողոցներում, մի քանի միլիոնավոր մարդիկ էլ ստորագրել էին նրա հրաժարականի պահանջը, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է հետևյալը, որ ինքը
լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ Էրդողանի շնորհիվ, Էրդողանին ընդունում է որպես իր ընկեր եւ նա գնահատում է Էրդողանի ջանքերը, որ կարողացավ Էրդողանը Սիրիան իրենով անել։ Եվ այս հայտարարությունից հետո այդ մեծ հավաքները, միտինգները գնալով թուլացան, որտեղ թուրքական իշխանությունը կարողացավ օգտագործել դա իր օգտին, ասելով, որ տեսեք Էրդողանը ինչ հզոր ղեկավար է, նրան Ամերիկայի նախագահը հարգում է եւ հետեւաբար դա բխում է Թուրքիայի ժողովրդի շահերից, հետո Սիրիան Թուրքիան իրենով է արել եւ դա Միացյալ Նահանգները արդեն իսկ պաշտոնապես է հայտարարում, փորձեցին բարձրացնել Էրդողանի ռեյտինգը Դոնալդ Թրամփի օգնությամբ։ Դա ստացվեց թե չստացվեց, մենք կասենք, որ որոշակի առումներով դա ստացվել է, քանի որ կար լիարժեք հնարավորություն Էրդողանին հեռացնելու եւ նա չհեռացվեց միայն Թրամփի հայտարարություններից հետո։ Թրամփի հայտարարություններից կարելի է նաեւ ենթադրել, որ նա լավ հարաբերություններ ունի թե Պուտինի հետ, թե Չինաստանի նախագահի հետ, այսինքն բոլոր այն ղեկավարների հետ, որոնք այսպես ասած մարդկության մեջ որոշակի բռնապետի տպավորություն են թողել, Թրամփը նրանց հետ ունի լավ հարաբերություններ, այսինքն Թրամփին նաև դուր կգա Ալիևը, որովհետև ոչ պակաս բռնապետ նաև Ալիևն է եւ կարելի ասել ամենաբռնապետ երկրի բռնապետ ղեկավարն է Ալիևը եւ դրա համար էլ երևի թե Թրամփը հայտարարում էր, որ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը պետքա շարունակեն աշխատանքները եւ շնորհակալություն էր հայտնել Թրամփը Ալիևին, որ Ալիևը Իսրայելի հետ ունի լավ ռազմավարական հարաբերություններ։ Դե բնականաբար այսօր ով ումից օգուտ ունի, նրա հետ էլ կառուցում է իր հետագա հարաբերությունները, համագործակցությունը եւ այստեղ բնականաբար է, որ Ադրբեջանը ավելի հետաքրքիր է Ամերիկային, քան Հայաստանը։ Նախ ունի նավթ, երկրորդ հերթին Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է եւ տեղակայված է Իրանի հարևանությամբ, ինչը որ կոնկրետ Ադրբեջանի միջոցով Իրանի նկատմամբ որոշակի վերահսկողություն է Միացյալ Նահանգները սահմանում Ադրբեջանի միջոցով, բայց սա միևնույն ժամանակ վտանգ է, օրինակ մենք չենք ցանկանա, որ մեր միջոցով որևէ մեր հարևան պետության նկատմամբ որևէ երրորդ պետություն վերահսկողություն սահմաներ, դա պոտենցիալ պատերազմի վտանգ է այսօր Ադրբեջանի համար եւ Իրանը կարող է ցանկացած պահի Ադրբեջանին դնել շատ ծանր վիճակում, քանի որ ինքը համագործակցում է իր թշնամու հետ եւ իր թշնամու զորքերը նաեւ 20 թվականին եղել են Ադրբեջանում։ Ճիշտ այն ժամանակ աշխատել են մեր դեմ, բայց վաղը կարող է աշխատեն Իրանի դեմ։ Հայաստանի շահերից է բխում Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը